2026 թվականի ապրիլին նորալուսինը կարևոր շրջադարձային պահ կլինի կենդանակերպի նշանների համար։ Ապրիլի 17-ին խորի համարձակ և կրակոտ նշանում կբարձրանա հատկապես հզոր նորալուսին։ Դրա ազդեցությունը դինամիկ է, բորբոքելով գործընթացները և մղելով նոր սկիզբ, բայց նաև հիշեցնելով մեզ, թե ինչն է կարևոր։ Գիտակցությունից զուրկ գործողությունը կարող է հեշտությամբ հանգեցնել ծայրահեղությունների, մինչդեռ դադարը և ներքին հայացքը օգնում են մեզ ընտրել ճիշտ ուղղությունը։ Այս պահը տարբեր կերպ կանդրադառնա յուրաքանչյուր նշանի վրա, կախված նրանից, թե ձեր կյանքում որտեղ է գտնվում այս էներգիան։ Խոյի ալիքը, կրակոտ և մարսյան բնույթով կոչ է անում շարժման, քաջության և վճռական գործողությունների, սակայն այս նորալուսինը նաև պահանջում է հավասարակշռություն, կոչ անելով մեզ գլխապտույտ չշտապել, այլ դադար տալ, զգալ մեր հողը մեր ոտքերի տակ և գործել մտադրված։ Շաբաթը սկսվում է ձկների մեջ գտնվող լուսնի նուրբ ազդեցության ներքո, և դրանում կա հատուկ լռություն, գրեթե մետաքսանման։ Այն բերում է խաղաղության և հուզական մեղմության զգացողություն, ժամանակ տալով մարսելու վերջին իրադարձությունները, վերամիավորվելու ձեր ինտուիցիայի հետ և պատրաստվելու հաջորդող ավելի ակտիվ էներգիային։ Այս հակադրությունը իսկապես կարևոր է։ Նախ ձեզ հնարավորություն է տրվում խորը շնչել, և միայն դրանից հետո են գործերը սկսում արագանալ։ Շաբաթվա ընթացքում լարվածությունն աճում է, վերջում Մարսը միանում է Սատուրնին, և այս միացումը համատեղում է իմպուլսը կարգապահության, ցանկությունը նվիրվածության հետ։ Այս համադրությունը շատ հզոր է, բայց այն չի խոստանում արագ արդյունքներ։ Խոյ Խոյերի համար այս ժամանակահատվածը նշանավորում է հզոր շրջադարձային կետ ձեր անձնական ուղու վրա։ Մի քանի մոլորակային ազդեցություններ միաժամանակ ակտիվացնում են ձեր նշանը, դարձնելով ձեր ներկայությունն ավելի ուժեղ, ձեր էներգիան ավելի նկատելի, իսկ ձեր ներուժը դժվար անտեսելի։ Նորալուսինը հրավիրում է ձեզ ավելի ուշադիր նայել ձեր սեփական նկրտումներին։ Ինչ եք իսկապես ուզում կառուցել, ուր եք գնում։ Միևնույն ժամանակ Նեպտունի ազդեցությունը ընդլայնում է ձեր հորիզոնները, խրախուսելով ձեզ ավելի համարձակ երազել և տեսնել հնարավորություններ ձեր սովորական իրականությունից այն կողմ։ Ծուլերի Ծուլերի համար այս նորալուսինը նրբորեն ուղղում է ձեր ուշադրությունը դեպի ներս։ Այն կարծես խնդրում է ձեզ հեռանալ աղմուկից, լսել ինքներդ ձեզ և թողնել այն, ինչը այլևս արժե չէ ձեր էներգիային, հատկապես անցյալից մնացած հին զգացողությունները և փորձառությունները։ Մարսը ձեզ մղում է դեպի ավարտ, այն չի թույլ տալիս ձեզ խրվել այն բանի մեջ, ինչը աղերսում էր ազատվել։ Երկվորնյակներ Երկվորնյակների համար այս լուսինը թարմեցնող պարզություն է բերում մտքերին և խոսքերին։ Այն, ինչ նախկինում անկապ էր թվում, հանկարծ սկսում է միավորվել, և ինքնարտահայտությունը դառնում է ավելի հեշտ, ավելի ճշգրիտ և ավելի ազատ։ Խեցգտին Այս շաբաթ, որը լի է խոյի կրակով, սկսում է վերաձևակերպել ձեր հայացքները առաջիկա ամիսների վերաբերյալ, անկախ նրանից, թե դա ձեր ուսումնի, մասնագիտության, թե խոշոր անձնական նախագծի մեջ է, դուք սկզբում կարող եք անորոշություն զգալ, կարծես ձեր նախկին ուղղությունը այլևս բավականաչափ պարզ չէ և պահանջում է անկեղծ վերանայում։ Նեպտունի ազդեցությունը խրախուսում է հարցեր տալ, և սա պատահական մշուշություն չէ, այլ կարևոր հանգրվան։ Առյուծ Այս շաբաթ առյուծ ընդգծում է ձեր տաղանդները, թույլ տալով դրանց ավելի հստակ փայլելով ինչպես ձեր անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտներում։ Ուշադրությունը սկսում է հավաքվել ձեր շուրջը, և շրջապատողները ավելի հստակ են տեսնում, թե ինչ կարող եք առաջարկել։ Խոյի նորալուսինը արթնացնում է հետաքրքրություն և կոչ է անում ավելի լայն հորիզոնի։ Առյուծի կրակոտ և մարսյան բնույթով սա կարծես ներքին զարթման ազդանիշ է։ Դուք կարող եք գրավվել նոր գաղափարներով, փորձառություններով և անգամ բոլորովին այլ ուղղություններով, որոնք կխախտեն ձեր սովորական մտածելակերպը, և սա միանչան հետաքրքրության նշան չէ, այլ աճի ակնարկություն։ Կույս Կույսի համար այս նորալուսինը խոյի մեջ բերում է ավելի խորը հուզական լարվածություն, ստիպելով նրանց հետ նայել և վերանայել իրենց փորձառությունները։ Սա թեթև մակերեսային պահ չէ, այլ գիտակցության և ներքին վերակառուցման շրջան։ Հիմա, երբ Սատուրնը լքել է ձկները, շատ բաներ այլև են ընկալվում, ներքին ֆիլտրը նկատելիորեն փոխվել է։ Կսերկ
Այս նորալուսինը կարևոր փոփոխություն է առաջացնում կսերկի վերաբերմունքը գործընկերների նկատմամբ, նրանց մղելով վերամիավորվել իրենց անկախության հետ և վերագնահատել իրենց հուզական սահմանները։ Երբ լուսինը միանում է Մարսին և Սատուրնին խոյում, շեշտը կտրուկ տեղափոխվում է ինքնագիտակցության և անձնական պատասխանատվության վրա։ Այս նորալուսինը հրավիրում է կառչին կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես են կառուցված իրենց առօրյա կյանքը, սովորությունները և ուրիշների հետ փոխազդեցությունները։ Ժամանակ է պարզաբանել իրենց օրվա ռիթմը և սկսել մոտենալ իրենց պարտականություններին ավելի մեծ գիտակցությամբ։ Աղեղանավոր։ Այս նորալուսնի կրակոտ էներգիան արթնացնում է աղեղանավորի ստեղծագործական ոգին, բերելով ուղևորություն, հուզմունք և ինքնադրսևորման նորեցված ցանկություն։ Այս ժամանակը օգնում է նրանց վերամիավորվել իրենց պաշերներով, հատկապես նրանց հետ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել իրենց գեղարվեստական կամ երևակայական կողմը։ Այծեղեջրուն։ Այս խոյի շրջանը այծեղեջրի ուշադրությունը վերադարձնում է այն ամենին, ինչն այն իրականում հիմք է տալիս՝ տունը, արմատները և այն մարդիկ, ովքեր կայունության զգացողություն են տալիս։ Արտաքին աշխարհը կարող է թվալ արագընթաց և պահանջգող, բայց ձեր ուժը նայում դանդաղելու մեջ է։ Հանգիստ այս պահին շղթություն չէ, այն անհրաժեշտ է, և դրա հետ վիճելու իմաստ չկա։ Ջրհոս։ Այս նորալուսինը նկատելի փոփոխություններ է բերում ջրհոսի հասարակական կյանքում, հատկապես բարեկամության, հաղորդակցության և համատեղ փորձառության ոլորտներում։ Շատ բան սկսում է պարզ դառնալ, և դուք ավելի հստակ եք տեսնում, թե ով է իրականում համապատասխանում ձեր տեսլականին և ով պարզապես աննկատելի ձեզ հետ է պահում։ Ձկներ։ Անգամ եթե արտաքին աշխարհը թվում է անկանխատեսելի կամ չափազանց ստրեսային, ձկների համար սա հանգիստ, բայց իրական առաջընթաց է ժամանակ։ Խոյի նորալուսինը շարժում և փոփոխություն է բերում, բայց նաև ավարտում է ավելի դժվար փուլը, որի միջով դուք երկար ժամանակ եք անցնում։